Տարի անց ձեզ համար ինչ չբացահայտված հանգամանքներ են մնում այդ պատմության մեջ։ Դե մի քիչ ազգային ժողովում էլ ասացի այն ինչ բազմիցս ենք ասել, տարիներ շարունակ իմ տեսակետը դուք գիտեք, ամեն ինչ արվեց, որպեսզի գործը չբացահայտվի եւ դատավարությունը չփարատեց հասարակության մեջ գլուխ կասկածներ։ Պարոն Դեմիրճյան, որպես որդի եւ հայր, այդ հարաբերությունների մասին խոսեք, այն խոսքը, այն խրատը, որ ամենաշատն է տպավորվել ձեր մեջ եւ անցած հիշում եք, այն միտքը, չգիտեմ։ Դե գիտեք, շատ բան կա հիշելու, շատ բան եմ սովորել, երկու բառով, պատասխանության զգացում, արժանապատվության զգացում, ինչ եք սովորել։ Նշեցիք, որ գործը բացահայտված չէ, այսինքն այժմ իշխանություններն են այդ ամենին խանգարում, ի վերջո երբ կբացահայտվի գործը։ Նույն հարցերին ես արդեն պատասխանել եմ։ Ներկա իշխանություններն են, նախկին իշխանություններն են, առաջին հերթին այն իշխանությունը, որը կար հանցագործության, այն ժամանակ երբ դեր ունեցավ հանցագործությունը։ Խոսքով ակնհայտ է, մենք դա ասում ենք փաստերի վրա հենվելով, ամեն ինչ արվել է կոծկելու համար։ Պարոն Դեմիրճյան, ձեր կարծիքով ինչու հոկտեմբերի 27 տեսաժողովրդի մի մասը հուլիսին սատարեց բռնությամբ քաղաքական հարցեր լուծելու տարբերակը։ Որովհետև մարդիկ այլ ելք չեն տեսնում, այո, զգալի մասը սատարել։ Թե գիտեք, որպեսզի չլինեն նման դրսևորումներ, պետք է երկրում նորմալ ընտրություններ անցկացնել, արդարություն հաստատել եւ այլն։ Պարոն Դեմիրճյան, հոկտեմբերի 27-ը չլիներ, արդյոք կունենայինք այլ Հայաստան նման։ Ես դրանում համոզված եմ, որովհետեւ շատ հզոր դաշինք է եւ այդ դաշինքը փոխել է Հայաստանում։ Մենք կապրենք այն ինչ։ Մենք դասեր քաղել ենք։ Դաս